ծրագրերն են ուշում, կարծում ենք, բուկլետները տալիս են, կարծում ենք։ Ես հավանում եմ Կարապետյանի ծրագրերը։ Փաշինյանի պահվածքը դուրս չի գալիս։ Շատ դժվար է։ Ես օրինակ չեմ ուզում, որ մեր պետության ղեկավարին են ձեռնարկել։ Վանաձորի համար Կարապետյանը աջակցներ արել։ Վանաձորցիները պիտի Կարապետյանից այնտեղ։ Հիվանդանոցը հերի կարավորվեցնեք, հիվանդանոցը կառուցում։ Ինձ հետաքրքիր չի ոչ բան, քան որ բնել շահառուի, խանեցի շահառուի ցուցակից, դրա համար ոչ բան չեմ հավատում։ Ոչ բան չի, նույնն է մնալու։ Որպես ղեկավար պետք է քիչ հարգանք սիրել ղեկավարի հանդեպ, բայց եթե ճիշտ չի անում, այլ ամբողջ ցույց տալ։ Մենակ խնդրում եմ, որ Ջիլիսա գյուղին ավտոբուս տա կամ մարշրուտկա տա։ Գյուղացիք վերջապես սահմանը էլի, այնտեղ են մարդիկ ապրում։ Թող այս խոսակցությունն ինքը լսի, եթե հանկարծ Ջիլիսան տա Վրաստանին, ես կգցեմ աստուն, իմ ասածը կատարվում է, ես դատավոր չեմ։ Աստված ճիշտը կդատի ու ինքը իր ջանիխերը չի տենա։ Կարապետյանը լավ մարդ է, շատ լավ մարդ է։ Ես 5 տարի իր մոտ աշխատել եմ, էլ Կիրովականերից, էլ ուզբեկներից, էլ Սպիտակից, էլ Սևանից շատ մարդիկ են աշխատել, աշխատավարձը նորմալ ստացել են, նա լավ մարդ է, կկզացնեն, մեզ կանեն, մենք կանեն, դա սազական չի մեր ազգին։ Ոնց կգնացեք Սարզակչա, ոչ, չեմ հետևում։ Ինչու՞, ես չեմ ստանում։ Թող ընտրվի նա, ով որ կհաղթի։ Ով որ ժողովրդի համար մի լավ գործ կարող է անել։ Չեցավ ընտրությունը, ամենից մոռանում եմ։ Իրանց էական է իսկական։ Իրաց տված խոստումները Հենց կզգուշ Կարապետյանը ոչինչ, բայց ասում են երկրի բանա կարողացին թույլ ոնց ասած բան է, էլի, կոնկրետ մարդը, կոնկրետ։ Կոնկրետ, սրտացավ։ Անել են բոլոր գրագետները, ազս չկա։ Մարդը չի հավատամ դրանց։ Հետա մնաց ժողովրդի մեջ են, որ առաջ են գցում գիտակից մարդկանց, իսկ սրանք ճնշում են գիտակից մարդկանց։